13-րդ դարից մեզ հասած հովանավանքը խլվեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնից ու հավատավորներից։ Այժմ բազմադարյավանական համալիրը փաստացի գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինության ներքո, վարչապետի համար լիովին ընդունելի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի միջոցով։ Հիմա այստեղ միայն կառավարական աշխատողներն են, ՔՊԱ-կան падգամավորների եւ Նիկոլ Փաշինյանի աջակիցները միայն օրհնություն կստանան իրենց կարգալույծ քահանայի մատուցած պատարագից։ Հովանավանքից վտարվել են մյուս երկու օրինավոր քահանաները, դա նշանակում է, որ նրանց հետ նախկին պայմանավորվածությունները հերթով չեղարկվում են, քանի որ համայնքի բնակիչների մեծ մասը հրաժարվում է պսակադրության եւ մկրտության արարողությունները կատարել կարգալույծ հոգեվորականի ձեռամբ։ Մայրաթորում նշում են, որ ստեղծված քաոսային իրավիճակից դուրս գալու համար եկեղեցին պետք է 7 օր լվացվի ջրով եւ նորից օծվի մյուռոնով։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով Մայրաթորը փաստաբան Արա Զոհրաբյանի միջոցով հաղորդում է ներկայացրել դատախազություն։ Հաղորդումը վերաբերում է ինչպես Մայրաթորի սեփականության իրավունքի խախտմանը, այնպես էլ օրինավոր քահանաների Տեր Սարգսի եւ Տեր Մանուկի ծառայության խոչընդոտմանը։ Ակնհայտ է, որ կարգալույծ հոգեվորականի Ստեփան Ասատրյանի կողմից իրականացվող ծեսերը վավեր չեն, նշեց Տեր Եսային։ Փաստաբան Արա Զոհրաբյանը մանրամասնեց, որ դատախազություն ներկայացված հաղորդումը վերաբերում է եկեղեցու գույքի յուրացմանը եւ օրինական ծառայության խոչընդոտմանը։ Հաղորդումը վերաբերում է ընդհանրապես 2025 թվականի հոկտեմբերի 26-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական գործունեությանը հովանավանքում խոչընդոտելուն։ Դրան է վերաբերում ծես կատարելուն խոչընդոտելուն եւ դրա հետ կապված այդ ոստիկանական ուժերի հետ համատեղ երբ փորձեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեվոր պաշտոնատար անձին գնալու հովանավանք։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով փորձ է արվում արհեստական հիմքեր ստեղծել բերման ենթարկելու համար։ Քահանաներին կիրակի օրը առավոտյան 9-ին կանչել են հարցաքննության, ի հեճուկս այն հանգամանքի, որ այդ օրը աշխատանքային չէ։ Առավոտյան 9-ին բոլորին կանչել էր նույն քննիչը։ Եվ դրանով հիմք են ստեղծում, որպեսզի բերման ենթարկեին։ Եվ երկու հոգեվորականի մասով այդ փորձը իրոք կատարվեց։ Իրանց թվացել է, որ հովանավանք էին գնում եւ դա կատարեցին եւ ստացվում է, որ քննիչի գործողություններն էլ էր ուղղված այս ընդհանուր ծրագրի կատարմանը։ Հիշեցնենք հոկտեմբերի 21-ին Գարեգին Բահամենային հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ հռչակվեց եւ դասվեց աշխարհականների շարքին Ստեփան Ասատրյան անունով։ Չնայած դրան վերջինը շարունակում է ապօրինի կերպով կատարել հոգեվոր ծեսեր եւ զբաղեցնել հովանավանքը։